Այսօր մեր հյուրն է Արայիկ Գալստյան, ծաղկի սրահների հիմնադիր, հաջողակ հայ Արայիկ Գալստյանը։ Մասնագիտությամբ նկարիչ եմ։ Նկարում ես գույներով, իսկ ստեղ նկարում ես ծաղիկների գույներով։ Իսկ ինչպես եք համատեղում ընտանիքը եւ բիզնեսը։ Մենք վաճառում ենք ֆրանշիզը մեր մխանութների, արդեն 400-ից ավել հասցե ունենք վաճառած ամբողջ աշխարհում։ Բարսելոնայի խանութներում մենք մեր ընտանիքով բոլորս համարյա աշխատում ենք։ Իմ աղջիկները աշխատում, կինս էլ աշխատում։ Արայիկ, եթե կյանքդ լիներ ծաղկային կոմպոզիցիա, որ ծաղիկներից կազմված կլիներ քո կյանքը։ Դաշտային ծաղիկներից, որովհետև ես սիրում եմ, որ ֆլորիստը կարողանա բնության գեղեցկությունը բերել տուն, բերել ինտերիեր։ Այսպիսի sense սիրում եմ, այսպիսի sense խառը ծաղիկներ։ Որոշեցիք տեղափոխվել Բարսելոնա ընտանիքով։ Դժվարություններով որոշում կայացրեցի ապրենք Բարսելոնում, որովհետև մենք ոնց որ մենք ամեն ինչ ունենք Մոսկվայում, թողեցինք։ Բարսելոնայում ծաղկի շուկան ինչով է տարբերվում այլ քաղաքների շուկաներից։ Կուլտուրան այդտեղ շատ զարգացած է, ոչ թե ծաղիկներ նվիրել, վարդեր նվիրել, այլ ամեն ինչ գնել իր տան համար։ Ծաղկի բույր, որից կցանկանայր պատրաստել օծանելիք Արայիկ Գալստյան բրենդով։ Ես շատ եմ ուզում ասեմ, ոնց կհասկանաք, վառված փայտի հոտ, արմատների հոտ ավելի հետաքրքիր է։